Հարավային Կովկասում խնդիրները, հարցերը Մոսկվայի համոզման պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների ու մերձակահարևանների կողմից։ Այս մասին մայիսի 21-ին Երևանում հայտարարել է Ռուսաստանի ագնախարար Սերգեյ Լավրովը։ Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային երկրները իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ, այն ընկալմամբ, որ նման համագործակցություն ուղղված չի լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը, ասել է նա։ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին, որի ընթացքում երկու կողմերի լրագրողները ագնախարարներին ուղղել են ամենաանհարմար հարցերը՝ Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու պատճառների, Հայաստանի արևմուտք հեռանալու, իրենց ԶԼՄ-ներում միմյանց քննադատելու և միգրանտների մասին։ Ասուլիսից հետո Լավրովը հանդիպել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հանդիպումից մանրամասներ դեռ հայտնի չեն։ Ուրախալի է, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը համաձայնեցրել է Հայաստանի հետ։ Մայիսի 21-ին Բուդապեշտում թուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահը, եթե երկու երկրների միջև կայուն խաղաղություն հաստատվի, դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի թուրքական աշխարհի համար։ Համոզված եմ, որ Իլհամ Ալիևը պատմության մեջ կմնա որպես մեկը, որը խաղաղություն է բերել տարածաշրջան, նշել է Էրդողանը։ Իրանի պաշտպանության և զինված ուժերի նախարարը Հայաստանի աղքարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը մայիսի 21-ին վերահաստատել է Թեհրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը դեմ արտահայտվելուն միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը։ Նախորդին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը ևս իրանցի պաշտոնյան հնչեցրել էր այդ դիրքորոշումը։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել։ Մայիսի 21-ին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերադարձը Արևմտյան Ադրբեջան որպես մարդու իրավունքների գերակշռության կարևոր պայման թեմայով համաժողովի մասնակիցներին դիմելով նա շեշտել է, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջադրում չի նշանակում, ասել է Ալիևը։ Աֆրիկայի կենտրոնում գտնվող Ռուանդայի Պարի և երկրի Մորյոքս Քիդս համույթի սևամորթ երեխաները մոտ ապագայում կգան Հայաստան համերգային ծրագրով։ Այս մասին փոքրիկները հայտնել են իրենց էջում հրապարակելով նոր պարային տեսանյութ։ Սիրելի հայեր, մենք ամռանե գալիս ենք Հայաստան, անհամբեր սպասում ենք մեր հանդիպմանը։ Իսկ դուք ուզում եք գալ մեր համերգին, գրեք կոմենտներում։